Արժանապատիվ կյանքով եք ապրում Հայաստանում։ Որ արժանապատիվ կյանքով ապրենք։ Մենք ստեղ ինչ գործ ունենք, խուցը մտած Գրիգոր Լուսավորիչի, որ մի բան ծախենք, ապրենք, որ հələ ասում են կարան մինչև 90 տարեկան աշխատեն, ով է մեզի գործի ընդունելու։ Լսել եք որքան պարգևավճար է ստացել իշխանությունները։ Շուրջ 3.5 միլիարդ։ Էրդողանից, ինչ իմանանք։ Մենք սկետ 36,000-ը չենք ստանում նորմալ։ 18 թվականին Նիկոլ Փաշինյանը ինչ որ խոստումներ էր տալիս։ Այդ խոստումներից որոնք են կատարվել։ Ոչ մեկը։ Հիմա Տուգանային հրապարակ է բոլոր տեղերը։ Ես կարողա ձեզ բարև տամ, դու գանք ինձ տան։ Հիմա ես որ խոսում եմ, ինձի կարողա գան ապրանքը սրբեն տանեն։ Ամեն օր տանում են, ես է զոհված ունեմ, ասում եմ, քո տղեն չի, աղբորդ տղեն, ասում եմ, ոչինչ որ անում էր ես եմ պահել, հորքուր իմ կյանքը դրել եմ իրանց վրա, ասում եմ, խես գնաց է եռաբլուր, հələ ինձի վիրավորեցին ամսի 28-ին։ 29-ին էլ սաղ ապրանքը սրբեցին տարան, ջահել տղերք։ 28-ին որտեղ վիրավորեցին, եռաբլուրում։ Չէ, ստեղ, ասում եմ, եկել ենք ստեղ չես եղել, ասի եռաբլուր եմ գնացել, զինվորների օրն էր, պանթյոնա, թեկուզ զոհված չունենամ, իրավունք չունեմ եռաբլուր գնամ, թանգարանա։ Իմ մոտ տուրիստներ կային, ինձի խնդրեցին, ես մի օր էլ իրանց տարա։ Տարա տաքսիով մարդիկ սենց մղկտում էին, մեջները մուսուլմաններ էլ կային, ասում եմ, մենք էլ չենք ուզում պատերազմ լինի, ոչ մեկս էլ չենք ուզում, բայց խաղաղությունը շատ հեռու է հիմա մեզանից։ Շատ մարդկանց հետ եք շփվում, ինչ կարծիք ունեն, 26 թվականին Նիկոլ Փաշինյանը կրկին կընտրվի։ Ես չեմ, իմիջայլոտ ես չգիտեմ կընտրվի թե չէ, բայց ասում են ընտրված է արդեն։ Բայց ում խոսացնում ես, ասում եմ, մենակ պրծնենք իրանից։ Ինչպես է լինում, որ մարդիկ ասում են միայն թե պրծնենք, բայց համարում են, որ արդեն ընտրված։ Բայցից առաջ ստորակետ է, մարդ էլ կա վախենում է խոսա, հիմա ես չեմ էլ վախենում, ինչ պետք է անի, թոտ անի, ինձ էլ կալանավորի։ Ես վախենալու բան չունեմ, ժողովուրդը ում հարցնում ես, սենց է անում։ Թոշակառու տատին գալիս է, ես ենքան եմ ապրանքը ձրի տալի, որ ասում եմ տարկեր, ասում եմ վայ աշկս մնաց այս տանձի մեջ, այս ապելսինի մեջ։ Ստեղ եմ երկար տարիներ, այն ժամանակ, որը փլուզումները կատարվեց 90-ականի պատերազմ։ Մութ տարիներին էլ եմ ստեղ եղել, ավելի լավ էր կյանքը, թեկուզ այդ ղեկավարները հզոր բանակ ունեին, լավ պահում էին, մեր երեխեքը սաղ ծառայել են Ղարաբաղ, սաղ մեդալներով հետ են եկել, այս զոհված երեխեն ուժեղ պեկայիստ էր, դաժե հերը, որ այն թվին 90-ականին վիրավորվել էր, ասում էր, սես ձեներ կհանես, հիմա ինք այսպես 2 պեկայով արդեն շորերն էլ է հանե, թուրքի սնայպերը խփելա, ընգելա նորից է հելել, 2 սնայպերով առաջ գնացել է երեխու մասին առաջի անգամ գիրկել էին, գրե գիրկը կորավ, չգիտեմ, բերեցից թե որ մեկը կարդար, գողացան թե ուզում եմ ասեմ, լավ երեխեք են եղել, պատմությունը իմացած, ենքան եմ պարապեհետները, ես ավարտել եմ Կրթսայայի դպրոցը ոսկե մեդալով, հիմա ես ինչի եմ արժանացել, փողոցը ոչ հագնվում ենք, ոչ բան ենք անում, ես այն ժամանակ, որ մամաս ուղարկում էր շուկա, ամանչում էի գա այստեղից ավել առնեի, երկրորդ հարկներ ավելը, բայց հիմա այսենց սաղ փողոցը մենք ենք մաքրում, որ նա Սամվել Կարապետյանի նման մարդունը տենց կալանավորեց, յանի մետ ինչ էր, էդ ինչ ձև էր։ Ինքը, եթե մեր ոստիկանությունը միանա ժողովրդին, ոնց իր ժամանակ միացան, այդ Թավշյա Բետաքսյա հեղափոխություն կատարեցին, այն հրաչ կապուրի պես փեդեուսին մտնում էր ստեղ ընդեղ, ճշտի համար են ինձ ստեղ վիրավորում շատ ապրանքը տանում, հիմա գգան իմ ապրանքը կտանեն հեսա, կես ժամ հետո, էսի սաղ պարտքով եմ առե, ես ամիս 2 անգամ եմ եկե, 28-ինը տենց վիրավորեցին, որ չէ հաջորդ օր լրիվ, ուղղակի ես գյուղացիները սաղ ճանաչում են հին շուկայից, ասում եմ տար, երբ կունենաս փողը կտաս, տարեք սոված չմնաք, իրանք էլ ում հարցնում ես, ասում եմ չենք ընդուն, Մասիսում չթողեցին եկեղեցի մտնեին։ Ինչու եք սիրում Նիկոլ Փաշինյանը։ Շատ եմ սիրում, շատ եմ հարգում, որ լավ զոհեր ունենք, 3 հատ մերը լքած երեխային թող եմ պահում։ Ասում եմ 75-80-ն էլ կարա
ձեռով ոտով աշխատի, խի 1000 դրամ ավելացնեմ։ Չգիտեմ, էսի երկիր չի, ու մեզի մեր երկրի մեջ անեց հալատված են պահում, որ են ծամակացը ես չեմ կարում ուտեմ։ Էթում եմ տուն, ճիշտ եմ երկու բան տանում եմ, ծերին իրանք ուտում են, էտ երեխեքը ես ասում եմ արդեն կշտած է։ Ոչ ծնունդ եմ կարում գնամ, ոչ կնուկ եմ կարում գնամ, ոչ հարսանիք եմ կարում, այդ երաբլուներ էթում ենք, հերիք է մեզի։ Ասում է ձեր երեխեն չի, աղբորդ երեխեն է, տարբերություն կա, իմ ու աղբոր երեխու մեջ։ Թոշակից մի լումա իրավունք չունեմ պահեմ, բայց ես դրությամբ 11,200 դրամ պահվում է։ Ու ես որտեղ դիմում եմ չեմ կարում հասկանամ ինչն է։ Կարամ գրքուկներս է բերեմ պեչատած, պետական աշխատել եմ սաղ տեղերը, հացի գործանը աշխատել եմ, ասում է կարաս վկա բերես։ Ես եմ աղ տեղել եմ 36 տարեկան հացի գործանի դիրեկտոր 75։ Ես մումիային որդից բերեմ։ Ազնվությամբ տենց ինձի ասել են, կարաս վկա բերես։ Ավելի լավ է իրոք մեզի ուղարկի Ադրբեջան։ Ես մեծ աճիկով եթե իմանամ ընդենցի չեն եղի, ես կետամ կաբրեմ, ընդի սենց կյանքը պետք չի։ 4 հատ դիպլոմ ունենամ, փողոց նլեմ, չունենամ, փողոց նլեմ։ Բա ես չիմանամ, դու իմ թոշակը խես պամ։ 4 հատ դիպլոմ ունեմ, փողոցնեմ, ինչ վիճակ է, որ փողոցնեմ։ Սենց կարամ աշխատեմ։ Սենց երեխային պահում մերը լքած, հլասա հերը մի տեղ տղամատ է, բա մերը, կար այդ 25,000 էլ չտա, ուզումա կան տուգանեն, ուզումա չտողեն, ուզումա տանեն, դադեն, ինչ ուզում անեն, կար այդ էլ պահի, գրկու պետական քաղաքապետարանի ստաժն էլ չկա, գրկուկս էլ մոտս, ասմա չկա, որ դիմում գրես, արխիվում էլ չկա, ես որդիս տամ, բա այդ Էվարդ ես աշխատել եմ ումա պետք եղե, խանութները, տորգեր աշխան մի դրամի համար բրդում դադում էին, բա այդ ստաժներն ուր է։ Ասում են թոշակառուների թոշակն էլ կարող եք 10,000 դրամը բարձրացնել, բայց որտեղ է ծախսելու, ինչպես է ծախսելու։ Դե ինքը ասեց, դե տեղ չունենք ծախսելու, մեր երեխեքը կարան քար ուտեն, փեդ ուտեն, հող ուտեն, 15 տարեկան տղա թող ունեմ, 90 կիլո է քաշը։ Էսա որ գնա բանակ, բա ես այդ զիվորի ոնց եմ պայլու, մերը բաժանված լքե թող է գնացել է, կասեն ես ինչ անես ինչ բանակ, բա ոնց պտի պահեմ, 25,200, էտ էլ չեմ ուզում կարա իրոք փոխանցեմ բարեգործական մի հատ մանգատանը, թուղթը բերեն, ես ավելի գոր կլեմ, կնստեմ փողոցը հաց կհավաքեմ, էտ եղավ ինչ, գլխի անոթների խնդիր ունեմ, ստամոքսի խնդիր ունեմ, ենքան դեղ եմ խմում ալերգիա ունեմ, այլասպիտակ գնդիկների խնդիր ունեմ։ Այսօր կամ եկուս չկամ, բա ես տերամ էտ երեխեմ ոնց այդ ու բանակ գալի գոյնե հերը կարապայի թե չէ։ Ավելի լավ մեզ ուղարկեն ուրիշ երկիր, որ պտի սենց իմ երկրի մեջ ծնվեմ, մեծանամ, կենզոնի բնակիչ հալածվեմ, ուզում ական իմի սաղավրանքը տանեն, սենց որ պտի լի մեր վիճակը։ Էսի երկիր չի, իրոք եթե իմանամ այդ թոշակը բանը թող ուղարկեն մի հատ մանգատանը դակումենտով, էտ էլ չստանամ, կնստեմ փող կհավաքեմ, էսի երկիր չի, ես չեմ հասկանում, այդքան աշխատեմ, սենց, տպարանում աշխատել եմ 6 ամիսը կա, 8 տարին չկա, 16 տարին 8 տարին չկա, վրետնի ցեղ բազալ գործարանում մանտաժ եմ արել, կյանքս տունավորել եմ, որ հիմի Այդ 36,000 էտա գջկուկս կճղեի կտալ մինիմալ 36,000 Էլխի ես այդքան տանջուվա խորհրդայինով աշխատեցի Ստաժը, խանութները, մի կոպեկի համար դադում էիր, բայ մի խիչ ես դադում Ասում են մի խոսակը տանեն գդատեն, թողան տանեն դատեն 30 տարվա ստաժ ունեմ, տարիները կեսը կա, կեսը չկա, դաժե քաղաքապետարանում 8 տարի մշակութային հայատ կենտրոնում աշխատել եմ Ճիշտ է, հավաքարար եմ աշխատել, բայց պեչատած գրքուկով կա, բայց ընդհանրապես այդ 8 տարին չկա։ 11,200 դրամ 36,000 մինիմալա տվե, 6 ամսվա ստաժը կա, 10 տարին չկա, բազալտում 16 տարի բանկեր աշխատել եմ, այդ վրետնի ցեղ, կեսը կա, կեսը չկա, Որտեղ 6 ամիս աշխատել եմ կա, մեծ տարիներ չկա,
Հիմի 11,236,000 մինիմալա տվե, ստաժներս չգիտեմ, ամբողջ չկա, բայց կեսը չկա, արխիվել եմ գնացել չկա, ասի գումար մուծեմ, հանեմ տենամիշնա պաճառը, ասեց, համար եք սիրում Նիկոլ Փաշինյանին։ հա, ասեց, եթե դիմում էլ գրես, եթե չկա ոնց տամ, մի 36,000-ից 11,200 դամ էլ պահում է, որտե դիմում ասում եմ, մենք չենք իմանում ինչի է պահում, հարկեր կա գրած, բայց որտեղ դիմեցի ասեց, մենք ձեր փողոցային առևտրի 7 միլիոն տուգանքա ինչա, բայց մենք կալանք չունենք դրած։ Դե ուզում եմ այդ 25,200-ն էլ պահի, բարեգործական ֆոնդի, ես էլ մնամ բորտին։